Կարևոր է, որ բացի պայմանավորվող կողմերից լինեն նաև պայմանավորվածության երաշխավոր կամ երաշխավորներ։ Հակառակ դեպքում շատ տեսականում եւ գործնականում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել եւ դրանից, ասենք 12 ժամ հետո պատերազմ կարող է սկսվել։ Նախաստորագրել եք մի փաստաթուղթ առանց երաշխավորների, բայց հայտարարում եք, որ խաղաղությունը կայացած փաստ է, դեռ հայտարարում եք, որ տարիների համար ու քիչ առաջ էլ հայտարարեցիք, որ ոչ միայն Հայաստանում, մի հատ էլ Հայաստանի շուրջ, այն էլ այս աշխարհաքաղաքական պայմաններում։ Նա ով չի փոխվում, մի հատմիցի ասացված կա, տգետ է նա ով չի փոխվում։ Սենց որ այս տեմպով գնաք դուք էսա հասնելու եք երրորդ դասարանում իմ գրած ոտանավորներին։ Գալու եք ասելու եք, բա դու երրորդ դասարանում, հիմա ի ժամանակ էիր դու ստում, թե հիմա։ Ավելի լավ է որոշ բաներ չհասկանալ, քան ձեր նման հասկանալով ստել, սա ձեր երրորդ դասարանի շարադրությունը չէր։ Սա ընդհանրապես ձեր մի քանի տարի առաջ հարցազրույցից էր հատված, փաստորեն ասացիք, որ այո, անկյունակարային հարցի շուրջ տեսակետ եք փոխել։ Հիմա 180 աստիճան հակառակ բանն եք ասում։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մի պարզ ուղերձ ունեմ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոչնչով ապահովագրված չի, որ դուք 6 ամիս հետո չեք գալու կանգնեք այդտեղ ու ասեք ես նորից եմ փոխվել, ավելի է ընդլայնվել իմ աշխարհայացքը եւ մտահորիզոնը։ Ու հիմա էլ ասում եմ ճիշտ հակառակը նրա, ինչ որ այսօր ստեղից եք ասում։ Ձեզ վստահելը հանցագործություն է։